Բարև ձեզ, Օրագիր Նյուզի եթերում օրակարգն է, տաղավարում այսօր հյուրընկալել ենք արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանին։ Բարև ձեզ Տիկին Աղաջանյան, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Տիկին Աղաջանյան, գիտեք, օրերս Ադրբեջանի նախագահը հերթական անգամ հոխորտաց Սևանա լճի նկատմամբ հավակնություններ ցուցաբերեց, այսպես կոչված ադրբեջանական արհեստածին անվանումը ասեց, իսկ Հայաստանի իշխանությունն էլ այս ամենին հակադարձելու փոխարեն փորձեց արդարացնել, հայտարարելով, որ նման հայտարարությունները Ադրբեջանի ներքին լսարանին է ուղղված։ Ձեր գնահատմամբ նման արձագանքը որքանով է ադեկվատ եւ Ադրբեջանի գործողությունները որքանով են տեղավորվում հայտարարված խաղաղության տրամաբանության մեջ։ Գիտեք, Ադրբեջանի գործողությունները իհարկե որևէ խաղաղության տրամաբանության մեջ չեն տեղավորվում եւ ճիշտն ասած Ալիևը երբեք էլ չի ձևացրել թե նա իրոք խաղաղություն է ուզում, այլ հակառակը իր յուրաքանչյուր գործողությամբ, արտահայտությամբ, իր շրջապատի, իր խորհրդարանականի, իր կառուցվածքային տարբեր ստորաբաժանումներ ստեղծելու դրանց քաղաքականությունը մշակելու այս տարիների հետագիծը եթե նայենք, մենք հստակ կարող ենք արձանագրել, որ նրանք հետևողականորեն իրականացնում են հայազավթման, հայկական հողերի զավթման իրենց երևի քոչվորների բնազդից եկող այդ քաղաքականությունը, որին ցավոք սրտի եմ ասում, մեր այսօրվա գործող իշխանությունները տուրք են տալիս իրենց պարտվողական եւ հանձնվողական քաղաքականության եւ սկզբունքներից ելնելով։ Եվ պատահական չի մեր իշխանությունների արձագանքը, այսինքն այստեղ եթե մենք դիտարկել ունենք բանականության եւ իրական քաղաքական պետության ազգի շահերից ելնելով քաղաքականության իրականացման տրամաբանությունից, բնականաբար որևէ մեկը նորմալ դիտարկվել չի կարող։ Այլ խնդիր է, որ իրենց ստանձնած ворթեգրած մոտեցումների եւ սկզբունքների առումով երկուսի պահվածքն էլ բնական է։ Զարմանք չի առաջացնում։ Զարմանք չի առաջացնում, հակառակը սպասելի էր նման պահվածքը։ Ինչ վերաբերում է Ալիևի կողմից նմանատիպ արտահայտություններ անելը, մենք չմոռանանք, որ իրենք շատ կարճ պատմությունն է եւ իրենց պատմության սկիզբը մեկդարյա առաջվա հնության է, բայց անգամ այդտեղ իրենց սովորության համաձայն նրանք պատմության խեղաթյուրման ճանապարհով են գնում, որովհետեւ մենք շատ լավ գիտենք, որ տարբեր ժողովուրդներ մեր տարածքներում բնակվելով, մեր տեղանունների արտասանական խնդիրներ ունենալով կամ աղավաղել են, դա աղավաղված ձևն են օգտագործել, դա ամենևին թուրքական կամ թաթարական անուն չէ, կամ նրա թարգմանական տարբերակներն են օգտագործել եւ այսօր իրենց թյուր արտասանական խնդիրներով փորձել պատմական հիմնավորում տալ ինչ-որ հավակնությունների, դա իհարկե աննորմալություն է, բայց այլ խնդիր է, որ մեր իշխանությունների կողմից քայլ չի արվում դրան հակադարձելու, այն պարագայում, երբ որ մենք ունենք հազարամյակների արձանագրված պատմություն, նույն տեղանունների հստակ տերմինաբանական բացատրություններով եւ այլն, եւ անգամ այդ քարտեզը, որ նա մեջ է բերում, այդ քարտեզի իրական պատկերը բոլորովին այլ բանի մասին է խոսում։ Մենք այստեղ խնդիր ունենք մեկ այլ երևույթի հետ։ Ադրբեջանի նախագահը դա փորձում է իր այս խոսույթով ուզում է հիշեցնել նախ իշխանություններին իրենց հանձնառությունները եւ այն ինչ որ իրենց խոստացվել է, պատահական չէ որ նրանք ամեն ինչ անում էին մեր ջրային աղբյուրների գլխին հայտնվելու համար եւ վերահսկողություն սահմանելու ոչ միայն ռազմաքաղաքական առումով, այլև նաեւ ռեսուրսային առումով դա։ Եվ ես վստահ եմ, որ այն քարտեզները, որոնք պատերազմի ժամանակ իրենք առաջնորդում են անգամ պատերազմից մինչև Արցախի հայաթափումը մեջտեղ էին գալիս, են հստակ ցույց էին տալիս իրենց հավակնությունների սահմանները։ Եվ ցավոք սրտի այդ հավակնությունների առումով այս իշխանությունները որոշակի հանձնառություններ ունեն, որի հիշեցումներ Ալիևի կողմից նմանատիպ ձևակերպումներ անել։ Իսկ ինչ հանձնառությունների մասին է խոսքը այստեղ։ Խաղաղության անվան տակ տարածքների տրամադրում եւ Արցախից հրաժարում եւ որոշակի տարածքների տրամադրում, Հայաստանի Հանրապետությունից, այո, որի իրավական հիմքեր չունեն, մենք Գորիս Կապանը տեսանք նույն ձևում, մենք տեսանք Կիրանցը նույն ձևում, մենք տեսնում ենք այն խոսույթը, որ այսօր իշխանության տարբեր խողովակներից հնչում է իբրև թե նրանք ինչ որ ադրբեջանական տարածքներ կան մեր վերահսկողության տակ, երբ
որ դա իրավականորեն որևէ հիմնավորում չունի եւ այս առումով սա ուղղակի հիշեցում է Ալիևի կողմից, այսպես ասած, տնային աշխատանքի առումով եւ դա օգտագործելով նաեւ հանրային այդ վախի մթնոլորտի ուժեղացման գործընթաց, մի կողմից աջակցություն գործող իշխանությանը, մյուս կողմից այդ վախի սպառնալիքի հերթական դոզայի արձակում, այսինքն մենք ճիշտ պիտի հասկանանք այս գործողությունների իրական տրամաբանությունը։ Տարածքներ հանգնելու պարտավորություն են ստանձնել, որը Ալիևը հիշեցնում է իրենց այդ մասին, որ պիտի անեք օրերից մի օր։ Այո, որ դա ոչ օրակարգից դուրս չի եկել, դա որևէ տեղ չի անհետացել եւ դա չի բացառվում, որ մինչեւ ընտրությունները հերթական, այսպես ասած, նվերի կարգավիճակով դա արվի ինչ որ սահմանազատում, սահմանագծում անվան տակ, այս իշխանությունները ուղղակի մտավախությունն են հաշվի առնելով իրենց գետնատարած հեղինակությունը, որ նմանատիպ գործողությունը ուղղակի կարող է նաև հանրային պորտկման հերթական ալիքը բարձրացնել, որը այս անգամ իրեն կանգնեցնել չեն կարողանա։ Ոտքին Աղաջանյան, նախքան Ալիևի այս հայտարարությունը Բաքուն մի որոշ շրջան կարծես թե հրաժարվել էր ագրեսիվ ռետորաբանությունից, ավելին անգամ դեպի Հայաստան բեռնափոխադրումների արգելքն էին վերացել, այս օրերին էլ առաջին բեռներն ենք արդեն ստանում Հայաստանում, որը Հայաստանի իշխանությունը մեկնաբանում էր որպես հաստատված խաղաղության վկայություն։ Այս փուլում էլի այդ ձեր հիշատակած ինչով եք պայմանավորում տարած ռետորաբանության փոփոխությունը, բացառապես տարածքների հանձնման մասին հիշեցնելով, քանի որ Ալիևը չի հասկանում, որ այս կերպ Փաշինյանին շատ ավելի դժվար իրավիճակում է դնում ու բարդացնում նրա վերընտրությունը։ Գիտեք, այստեղ կշարքի նժարները նայած ինչպես կաշխատեն եւ իրենց թվում է, որ մեր հանրությանը անդադ վախի այս պատերազմի սպառնալիքի ներքո պահելը կարող է օգնել վերընտրվելու այս իշխանություններին եւ փորձելու ծախելու մեր ժողովրդին այս կեղծ խաղաղության թուղթը, որտեղ սա փաստաթուղթ չէ, սա թուղթ է ընդհանրապես, ինչ որ այն նախաստորագրված, իսկ մենք Ադրբեջանի պարագայում գիտենք, որ անգամ ստորագրված փաստաթ եւ վավերացված փաստաթղթերը իրականություն չեն դառնում, իրանք հայտնի են իրենց ոչ պայմանագրաունակ լինելու հանգամանքով եւ իրենք եւ թուրքերը սա ընդհանուր իրենց արժեքային համակարգի անբաժան մասերից մեկն է եւ այս պարագայում ինքնին ուղղակի այդ գործիքը օգտագործում եւ ինձ թվում է այս հատվածում դա անելը փորձ է այս գալիք վաղաշաբաթի ընտրություններում աջակցության ինչ որ մի դրվագ նկարելուն, հա բայց մենք հասկանանք, որ կարծում եմ ժողովրդի մոտ արդեն ընկալումների առումով էական փոփոխություն կա եւ անգամ այս կեղծ բեռների առումով բեմականացված խաղը իրենք շատ ճիշտ են գնահատում, որովհետև Ադրբեջանը ոչ մի զիջում չի արել, բացի այն, որ թույլատրել է Ռուսաստանից փաստացիորեն Հայաստան մտնող թեկուզ եւ իբրև թե ղազախական ցորենով բեռնված վագոններին անցնել իր տարածքով եւ այստեղ ապաշրջափակման կամ ինչ որ զիջումների մասին խոսք չկա, սա ընդհանրապես փորձ է այդ իրենց միջանցք եվրոպական դարպասներ, հա, իրենց ծրագրի շրջանակներում սկսել գործի դնել դա անունը հանելով, որ իբրև թե երկու հակամարտող կողմերի մեջ վստահության ամրապնդման միջոցառումներ են իրականացում, բայց սրա իրական նպատակը բոլորովին այլ է։ Ես չգիտեմ այդ ցորենը իր գնային առումով որքան է բարձացել, հաշվի առնելով, որ համաշխարհային պտույտ է կատարել մինչև այստեղ հասնելը։ Եվ նորից էլի Վրաստան պիտի մտնի, նոր Վրաստանից Հայաստան։ Նա անցել է Ռուսաստանով եւ սա փորձ էր արում մեզ որպես այլընտրանքային ներկայացնելու, այսինքն ոչ միայն ուղիղ Կասպիցով չի եկել, ասենք Ղազախստանից կարող էր Կասպիցով գալ, վագոնների մեջ դրվել եւ տեղափոխվել, բայց դա այդպես չի եկել։ Ռուսաստանի տարածքով երկաթգծային ուղիով Ռուսաստանն էլ կհիշեք վերջի իրենց հանդիպման ժամանակ համաձայնություն եկան, որ ռուսական բեռները հանգիստ կարող են գալ դեպի Հայաստան, բայց իրենք անցնում են նույն Վրաստանով եւ փաստացիորեն երկու ԵԱՏՄ երկրների միջև ինչ որ միջնորդ բաբաներ են հայտնվում, որոնք քաղաքական եւ տնտեսական դիվիդենդներ են քաղում այդ իբրև թե վստահության միջոցառումներից։ Այն որ ցորենը բնականաբար գնային արժեքային առումով ինքը, չգիտեմ, բարձացել է պատիկներով,
հաշվի առնելով այդ համաշխարհային պտույտը, որ կատարել է, դրանից զատ կա անվտանգային նաև խնդիրը, անվտանգային նախ որ կախվածություն է առաջացնում Ադրբեջանից եւ այս իշխանությունը ամեն ինչ անում են մեզ այսպես սահուն կերպով Ադրբեջանի տակ տեղավորելու եւ նաեւ խնդիր է առաջանում այդ ծորենի կամ անցնող ապրանքի որակը արդյոք ինչ որ մի կերպ անվտանգային առումով փոխվում է թե ոչ, որտեղ մենք շատ վատ նախադեպեր ունենք, նույն ադրբեջանցիների կողմից ջրերը թունավորելու առումով, նույն Թուրքիայի կողմից ռադիացնելու առումով, երկրաշարժի ժամանակ հիշենք ինչ դեպքեր էին արձանագրվում։ Ոչ միայն նաև այս պատերազմի ժամանակ եւ դրանից հետո շրջանում է եղել, մենք հիշենք ֆոսֆորային զենքի օգտագործում, որ ամբողջ բնապահպանական դաշտը ավերում եւ ցորենը թունավորելու մասին, որը կարող է մեզ թունավորված ցորեն հասնել։ Հաշվի առնելով թե ում հետ գործ ունենք, մենք չենք կարող որևէ բան բացառել եւ այլ նյութերի ներմուծման պարագայում ես վստահ չեմ, որ ժամանակային որոշակի կտրվածքով դա իր արտահայտությունը չի գտնի։ Իսկ այս իշխանությունները իրենց քաղաքական նպատակահարմարությունից ելնելով կարող են շատ հարցերի առջև իրենց աչքերը փակել։ Եթե նրանք կարող էին Արցախը նվիրաբերել թշնամուն, ես վստահ եմ, որ նրանք կանգ չեն առնի անգամ նմանատիպ խնդիրների առաջ, եթե դա այսպես ասած կվնասի իրենց խաղաղության օրակարգին։ Իսկ մենք հասկանում ենք, որ այս պարագայում զգուշանալը միշտ ավելի օգտակար է եւ մեր հանրությունը պիտի հասկանա, որ մենք գործ ունենք թշնամի պետության հետ, թշնամի պետություն, որը չի խորշում որևէ մեթոդի օգտագործումից եւ մենք պետք է բոլոր հնարավոր տարբերակները մտածենք, հասկանանք, որից հետո մենք իմանանք ինչի հետ գործ ունենք։ Նույն բենզինը, որը Աղդամով մտել էր Ստեփանակերտ, մենք հետևանքները տեսանք, որևէ մեկը չի կարող բացառել, որ դա դիվերսիա է եղել, հաշվի առնելով այն ծավալը, որ այդ պայթյունը եւ հրդեհը եղավ, դա չէր կարող ուղղակի պատահական ինչ-որ բոցի խնդիր լինել։ Եվ այս պարագայում մենք գործ ունենք մի իշխանության եւ մի աշխարհաքաղաքական ծրագրի հետ, որը մարդկային կյանքերը ընդհանրապես չի գնահատում եւ պատրաստ է զոհաբերել յուրաքանչյուրին իր հեգեմոնիկ դիրքերը պահելու համար։ Զոհերին պլյուս մինուսով է հաշվում։ Դա մեր պարագայում, մենք չմոռանանք, որ ամբողջ Արցախը ցեղասպանության է ենթարկվել, մենք հայրենազրկվել ենք, որովհետև մեր հայրենիքի անոտարելի մասերից մեկը այսօր գտնվում է թշնամու օկուպացիայի տակ, իսկ Գազայում հազարներով մարդիկ են ամենօրյա ռեժիմով ուղղակի սպանվում օրը ցերեկով ամբողջ աշխարհի աչքի առաջ։ Ուզում եմ անդրադառնանք նաև ներհայաստանյան զարգացումներին։ Հայտնի է, որ հակաեկեղեցական արշավը նոր թափ է ստացել, բարձրաստիճան հոգևորականների ձերբակալություններից զատ Հովանավանքում ինքնակոչ ծիսակատարություններ են իրականացվում, որոնց քաղաքական իշխանությունը ամենաբարձր մակարդակով է մասնակցում։ Ձեր գնահատմամբ Նիկոլ Փաշինյանը սրանով ինչ խնդիր է փորձում լուծել եւ ինչքան կարող են սա շարունակել, քանի որ տեսնում ենք, որ մեր հասարակությունը այս բեմադրություններին կարծես թե չի մասնակցում ու ցանկություն էլ չունի մասնակցի, շատ փոքրաթիվ թիվ են կազմում շարքային քաղաքացիները, հիմնականում պաշտոնյաներ են, նրանց աջակիցներ, ուժայիններ եւ այլն։ Գիտեք, զարմանալի չի, որ մեր հանրությունը որևէ դրական արձագանքի չի արժանացնում, որտեղ այն գործողությունները, որոնք իրենք իրականացնում են, դա ոչ միայն հակաստվածային են, այսինքն Աստծուն դեմ են, այլև մեր ամենահին եւ կայացած կառույցի հայ առաքելական եկեղեցու կործանման ու քայքայմանն են ուղղված, ինչը ժողովուրդը չի կարող որևէ կերպ դրականորեն ընդունել, հաշվի առնելով, որ եկեղեցին մեր ինքնության մասն է, մեր գոյապահպանման անբաժանելի առաջնորդն ու ջահագիրն է եղել եւ հազարավոր տարիներով իր գործունեությամբ ապացուցել է, որ այսօրվա մեր գոյության եւ հայեցի լինելու ամենակարևոր գրավականներից մեկը հենց եկեղեցու գործունեությունն է եղել։ Եվ այս պարագայում սեփական ինքնության դեմ գործողությունները չեն կարող բնականաբար ժողովրդի մոտ որևէ աջակցություն վայելել։ Անկախ տարբեր հոգևորականների նկատմամբ ունեցած անձնական վերաբերմունքից։ Անկախ նայած, որտեղ սա մեկ անձի անձնական վերաբերմունք չէ, սա կառույցի եւ ժառանգած պատմության, ժառանգած ժառանգության, քաղաքակրթական ժառանգության քո
գենի մեջ նստած ժառանգության մասին է խոսքը, իսկ մենք ունենք թշնամի, որը նպատակ է դրել դա ոչնչացնելու, եւ հետեւաբար անգամ ինքնապաշտպանական բնազդից ելնելով մարդիկ մի կողմից Աստծո դեմ մեղք չգործելու, մյուս կողմից եկեղեցին եւ սեփական ինքնությունը պահպանելու ճիշտ մտածելակերպի արդյունքում չեն ենթարկում նման սադրանքների։ Այն ինչ որ տեղի ունենում Հովանավանքում, դա քաղաքական միջոցառում է պատարագի անվան տակ։ Դա եկեղեցու արգրավում է, հա, բռնագանձում է եկեղեցու փաստորեն, որովհետև մենք նաև տեսնում ենք, որ սովորական քաղաքացիներին, ինչպես մենք միշտ սովորենք, բաց դռներ եկեղեցիների առջև եւ բոլորը կարող են մտնել պատարագ լսել, դուրս գալ եւ այլն, մենք տեսնում ենք ուժային կառույցներով, այսպես պատնեշված ինչ որ միջոցառում եւ իրենք էլ շատ լավ գիտեն, որ իրենք աջակցություն չունեն։ Այլ խնդիր, որ իրենք հանձնարարություն են կատարում։ Եվ այդ հանձնարարության նպատակն է ոչնչացնելու հայի դիմադրողականության այդ մնացած ամենակուր կառույցներից մեկը, այն իրենց մեծ ծրագրին, հանուն որի իրենք բերվել են իշխանության, դրա իրականացման համար։ Եվ դա շատ նման է նույն արևմտյան ձեռագրին։ Մենք տեսնում ենք նույն եկեղեցիների դեմ գործողափար եկեղեցու դեմ գործողություն է Ուկրաինա, մենք տեսանք ինչպես պառակտեցին, մենք տեսնում ենք նույն Մոլդովայում նույն գործողությունը, մենք տեսել ենք դա Վրաստանում, եւ պատահական չի, որ կրոնը որպես գործիք օգտագործվում է հանրային բաժանման, պառակտման, տարանջատման համար, որից հետո այդ հանրությունը ավելի հեշտ է կառավարվում եւ ենթարկվում օտարի հրահանգներին։ Սա այդ նպատակով է։ Մեր պարագայում դա նաեւ մեկ լրացուցիչ հանգամանք ունի, քանի որ եկեղեցին նաեւ Սփյուռքի համախմբող կառույց է եւ Սփյուռքում ամենատարածված կառույցներից մեկն է, ցանցային եւ ոչ միայն ցանցային, այլև համաշխարհային հեղինակություն վայելող կառույց, որպես առաջին պետական եկեղեցի, հա, քրիստոնեության մեջ, ել չեմ ասում, որ շատ իսլամական երկրներում ամենահարգված կառույցներից մեկն է, որովհետև միշտ եղել է այդ քաղաքակրթական մշակութային առաջնորդող հասարակության մեջ դրական պատկեր ստեղծող կառույցը եւ երբեք բացասական երանգավորումով հանդես չի եկել եւ այս առումով իրենք փորձում են ջարդելու այդ կառույցը, պառակտելու Սփյուռքը, ոչնչացնելու սփյուռքյան կազմակերպվածությունը եւ համապատասխան պետություններում նրանց թուրքերի եւ ադրբեջանցիների ծրագրերին խանգարելու հնարավորությունը։ Սա է էական խնդիրը, մյուս կողմից էլ Սփյուռքի համախմբման միջոցով այս փաստացիորեն Հայաստանին օժանդակելու եւ հայաստանյաց հայ ժողովրդին օժանդակելու, որպեսզի շարունակի դիմադրել եւ իր ինքնությունը պահելու միջոցով պահի նաեւ հայրենիքը գոնե այս հայապատկան այս փոքր տարածքում։ Ու պատահական չէ, որ հենց Արցախի հարցով վեհապարի հայտնի ելույթից հետո սկսեց այս ամենը։ Դա իրենց համար այսպես հարմար պատրվակ էր սկսելու, այո, իրենց այդ խթանն էր, որ իրենք սկսեն, բայց իրենք գործողությունները վաղուց են սկսել, դեռ 18 թվականից են իրենք սկսել։ Տխրահռչակ նոր Հայաստան, նոր հայրապետ շարժումը հիշենք։ Եվ պատահական չի, եւ մենք դատելով այս կարգալույծ եղած եւ նրանց սատարող նախկին կամ ներկա անգամ դեռ գործող որոշ քահանաների նկարագրերից մենք հասկանում ենք, որ իրենք խոշորացույցով փնտրել են այսպեսի խոցելի մարդկանց, որոնց կարելի է երևի թե ինչ որ ճնշման լծակներով իրենց քաղաքական շահերի գործիքը դարձնել։ Ցավալի է, որ մեր եկեղեցում կան նման մարդիկ եւ նման մարդկանց իրենց հարցազրույցները, մոտեցումները, խոսույթը, հա, պահվածքը տեսնելով տպավորություն է ստեղծում, որ իրենք ոչ թե հավատի զինվոր են կամ Աստծո հանդեպ կոչումով են մտել այդ հոգևոր կյանքի մեջ, այլ ուղղակի իրենք որպես այսպես մասնագիտություն են ընտրել, ընտանիք պահելու միջոց են ընտրել եւ այսօր այդ ընտանիք պահելու միջոցի առումով երևի այլ առաջարկներ ունեն, որը իրենց համար ավելի ընկալելի եւ ընդունելի են։ Սա երևի մեր հոգևոր դասին մտածելու տեղի կտա, որ մաքրվելու շատ լավ հնարավորություն է սա անձամբ։ Այո, որովհետեւ մենք գիտենք, որ
հոգևոր կյանքը դա հեշտ կյանք չէ, դա իրոք կոչում է եւ նվիրում է պահանջում շատ աշխարհիկ բարիքներից հրաժարվելու նաեւ միջոցով եւ ազգին ծառայելու եւ այս առումով իրոք խնդիրներ կան եւ կարծում եմ մեր այս ընդհանուր հանրային ախտը, հա, նյութականի այդ ֆիզիկականի հանդեպ մոլուցքը, որ փորձ է արվել ներմուծել եւ որոշակի շրջանում գերակշիռ է դարձել, դա բնականաբար անմասն չի թողել նաեւ եկեղեցականներին, որոնք կամ եկեղեցու սպասավորներին, որոնք եւս մարդիկ են եւ ցավոք սրտի ենթակա են նման երևի թե խեղումների եւս Տիկին Աղաջանյան, վերջին օրերին Եվրանեստի Երևանյան համաժողովից հետո նաև հայ-վրացական հարաբերություններում է մի սկանդալ ծագել։ Վրացական կողմին դուր չի եկել համաժողովի շրջանակներում ընդունված բանաձևը, որին նաև իշխանական պատգամավորներն են աջակցել։ Վստահ եմ բանաձևին ծանոթացել եք, կխնդրեմ նշեք, արդյոք սա այն կարևորությունը ուներ մեր երկրի համար, որ դրա համար արժեր Վրաստանի հետ լարվածություն ստեղծել եւ այս լարվածությունը մեր համար ինչ հետևանքներ կարող է ունենալ։ Գիտեք, ես լսել եմ, ես ամբողջ բանաձևը չեմ կարդացել, բայց լսել եմ որոշակի հատվածներ եմ ընթերցել, բայց լսել եմ մեկնաբանությունները, որ իրենք չէին կարող չքվեարկել ամբողջ բանաձևը։ Հայաստանի տարածքային ամբողջականության գործոնն են նշում։ Ես նշեմ, որ նման բանաձևերի պարագայում դու ունես որպես պատվիրակություն տվյալ հատվածներին չմիանալու հնարավորություն, թե ելույթի ձևով, թե նաև չեզոք քվեարկելու, հստակ մեկնաբանելով թե ինչու է դա անում, այսինքն աջակցես բանաձևի հիմնական թեզերին, բացառելով որոշ թեզեր, որոշակի վերապահումներով եւ դրանով հիմնավորես քո քաղաքական դիրքորոշումը։ Բայց այս իշխանությունների պարագայում մենք ինչ ենք ակալում։ Այս իշխանությունները արևմուտքի ձեռքին գործիք են։ Բերվել են հստակ ցուցումներով, նպատակներով։ Իրենք իրականացնում են այն ամենը, ինչ որ արևմտյան կողմը թե եվրոպական առաջնորդների այսպես ցուցումից նրանք ինչպես կարող են հեռու գնալ։ Գումարած իրենք, եթե չեմ սխալվում, բավականին ակտիվ կերպով աջակցել են նույն Վրաստանում անդիմություն հորժորժվածի գործողություններին վերջին ամբողջ շրջանում, հիշենք, որ իրենց հակաների տարբեր ոչ միայն նաև ֆինանսական որոշակի հոսքեր, որ այլ պարագայում Վրաստան չէին կարող մտնել, մտել են ըստ վրացական տարբեր աղբյուրների, մտել են Հայաստանից, այսինքն ստացվում է Հայաստանը իր իշխանական քարոզիչների կամ ներկայացուցիչների միջոցով օժանդակել է հարևան պետությունում անկարգությունների եւ ներքին խժդժություններին։ Բնական է, որ այդ իշխանությունները չեն կարող դրական աչքով նայել այդ ամենին եւ մենք տեսանք մեր բեռների հետ կապված խնդիրները դրանից անմիջապես հետո ինչպես ծագեցին։ Եվ այս պարագայում մենք հասկանանք, ունենք իշխանություն, որը շարժվում է բացառապես օտարի թելադրանքով եւ այդ օտարները մի քանի շերտով են, հա, իրենց տարբեր բուրգային դրսևորումներով երևացով, չերևացով, բայց նաև տարբեր շահեր ներկայացնող եւ իրենք փախնելու տեղ չունեն, որտեղ իրենք հանձնառություն ունեն այդ բոլորի արժեվ, էլ չեմ ասում, նրանք ամբողջ իրենց ֆինանսական կարողություններն են այս մարդկանց ձեռքին եւ մեկ սանկցիայով իրենց ամբողջ այսպես արյուն քրտինքով, մեր արյուն քրտինքով իրենց գրպանները լցված կարողությունները կարող են, որ տեղվել են տարբեր եվրոպական բանկերում, կարող են ուղղակի սառեցվել եւ իրենք խնդիրներ ունենան ընդհանրապես եւ այս պարագայում իրենք բնականաբար անում են այն, ինչ որ իրենց թելադրվում է։ Այս բանաձևը ցույց տվեց, բացահայտեց այս իշխանությունների իրական պատկերը։ Տիկին Աղաջանյան, խոսենք նաև մոտեցող խորհրդարանական ընտրությունների մասին։ Քաղաքական դաշտում արդեն իսկ ակտիվ վերադասավորումներ են ընթանում, նոր ուժեր են ստեղծվում, սակայն ընդդիմադիր թևերից մեկն էլ հաճախ հայտարարում է, որ մտադիր չէ այս ընտրություններին մասնակցել, քանի որ պետք չէ դրանց սպասել եւ ընտրություններով Փաշինյանին հնարավոր չէ հեռացնել։ Նշում են, որ ընտրությունների դեպքում կրկնվելու է 2021 թվականի պատկերը, մոտավորապես որոշակի տարբերություններով։ Անձամբ ինչ դիրքորոշում ունեք այս հարցում, 26 թվականի հունիսին Հայաստանում հնարավոր է ընտրությունների միջոցով իշխանություն փոխել, թե մենք կրկնենք օրինակ 21 թվականի պատկերը, ինչպես հայտարարվում է։ Նախքան ձեր այս հարցին անդրադառնալը Եվրանեստի հարցի հետ կապված մի բան էլ հավելեմ, երբ որ նշեցի, որ այս իշխանության իրական պատկերն է, շատ ցուցչային էր նրանց արտահայտությունը Արցախահայերի վերադարձի հետ կապված, եւ շատերը զարմանում են, թե ինչպես նրանք կարող էին
նմանատիպ ինչ-որ ձևակերպումներ տալ եւ նրանք փորձում են դա փաթեթավորել անվտանգային ինչ-որ խնդիրներով, բայց ինչպես կարող են մարդիկ հակառակ գնալ իրենց իսկ մասնակցությամբ իրականացված գործողություններին, որոնք իրենք համաձայնել են եւ իրականացրել են։ Հետեւաբար նրանք չեն կարող այս պահի դրությամբ այլ խոսույթով հանդես գալ, քան փաստացիորեն արձանագրել այն մեղքը, ինչում իրենք մեղսակցություն ունեն։ Հիմա գամ ձեր հարցին։ Ուրեմն բոլոր նրանք, ով ասում են, որ ընտրություններին մասնակցել չի կարելի, ես կարծում եմ, որ առնվազն փորձում են հանրությանը թյուրիմացության մեջ գցել։ Այդ ընտրությունները տեղի են ունենալու։ Մենք դա ուզենանք, թե չուզենանք։ Մենք նման խոսույթի ականատես եղանք նաև 23 թվականի Երևանի քաղաքային ընտրությունների ժամանակ, երբ որ ասում են պետք չի ընդդիմությունը մասնակցի, կարծես ընդդիմության չմասնակցելով այդ ընտրությունների տեղի չէին ունենալ։ Այդ ընտրությունները տեղի են ունենալ եւ ընդդիմության չմասնակցելով երկու հարց է լուծվում։ Նախ այդ իշխանական թիմը ստանում է իր ուզած ձայների քանակը, այսինքն կանաչ ճանապարհ է ստանում, կանաչ լույս է բացվում իր առջև եւ նա այդ ձայների քանակը ստանալով իշխանությունը ստանձնում է եւ ասում է, որ ժողովրդից ձայն է տվել, անկախ նայած թե քանի տոկոսն է մասնակցել։ Անդիմադիր տրամադրված ընտրազանգված ուղղակի չի գնում ընտրությունների, որովհետև քվեարկելու տեխնացու չկա, եւ չգնալով ընտրությունների փոքր մասնակցային տոկոսի մեջ իշխանական զանգվածը ել ավելի մեծ փաստորեն ներկայություն է ունենում, որով ինքը անվերապահ իշխանություն է դառնում։ Այսինքն այս խոսույթը ինքը կեղծ է։ Ընտրությունները այսպես թե այնպես տեղի են ունենալու եւ անգամ եթե իշխանությունը իրենից մաս փոկի եւ դա ներկայացնի ընդդիմություն, եվրոպական արևմտյան կողմը դա ընդունելու է, եթե մտածում է որ արևմուտքը կանգնել ասա չէ, սա ճիշտ ընդդիմություն չի, այ նա է ճիշտ ընդդիմություն, չի լինելու, որտեւ այս իշխանությունը արևմտյան հովանու ներքո գործող իշխանություն է եւ սրա բոլոր խախտումները արևմուտքը տվել է այդ ինդուլգենցիան, որ նա դրա համար չի քննադատելու, նա կուլ է տալու այդ ամեն ինչը եւ դա չի օգտագործելու այս իշխանությունների դեմ գործիք, որտեղ այս իշխանությունները կատարում են իրենց կողմից դրված ծրագիրը։ Հետևաբար, ընտրություններին պետք է պատրաստվել եւ ընտրություններին պատրաստվել իրականում, ոչ թե ուղղակի խոսույթային մակարդակով, այլ իրականում պատրաստվել։ Իսկ իրականում պատրաստվելու դեպքում դա նշանակում է հասկանալ, ինչպիսի խախտումներ այս իշխանությունները կարող են անել, դրա կանխարգելիչ քայլերը արդենից սկսել իրականացնել։ Ներընդդիմադիր դաշտում համաձայնության գալ ընդհանուր նպատակի շուրջ, այս անթույլատրելի այս իշխանությունների վերարտադրության ծրագիրը առաջ բերելու։ Եթե պետք է աշխատանքի բաժանում կատարել, հասկանալով ոչ սեգմենտը որտեղ ավելի ձայն ունենալու հնարավորություն ունի եւ ըստ դրա աշխատանքը բաժանել իրար մեջ, ոչ թե իրար միս ուտել։ Եվ այստեղ իրար դեմ հանդես գալու փոխարեն բոլորով հանդես գալ եւ համախմբված ձևով հանդես գալ իշխանությունների դեմ։ Կեղծ է այդ թեզը, որ ընտրություններով իշխանություն փոխել հնարավոր չի։ Մենք տեսել ենք այդ փոփոխությունը եւ Երևանի ընտրությունների ժամանակ Փարաքարում ենք տեսել, Գյումրիում ենք տեսել։ Այսինքն ժողովուրդը դուրս է գալիս եւ ընտրության միջոցով հնարավորություն է տալիս փոխելու իշխանությանը, եթե ընդդիմությունը ճիշտ քաղաքականություն է իրականացնում, եթե ընդդիմությունը աշխատում է ժողովրդի հետ, բացատրում է, դա տաժանակիր աշխատանք է։ Մեր ցավոք սրտի ընդդիմադիրների մեծ մասը մտածում է Երևան քաղաքում իրենց գրասենյակներից մի կիլոմետր հեռավորության վրա ինչ որ գործողություններ անելու պարագայում ամբողջ հանրապետության ժողովուրդը պիտի իրենց ձայն տա, այդպես չի լինում։ Եվ մարդկանց պետք է բացատրել առաջինը, որ մենք կանգնած ենք լինել չլինելու, իրոք որպես ազգ, որպես պետություն լինել չլինելու խնդրի առջև, երկրորդ իրենց յուրաքանչյուրի մասնակցությունը էական է այս իշխանություններին հեռացնելու համար եւ արդեն տարբեր, ասենք, ծրագրային մոտեցումներ տալով այդ ընտրազանգվածի տարբեր սեգմենտների հնարավորություն տալ քվեարկելու իրենց նախընտրելի տեխնացուի օգտին լավ հասկանալով եւ իրար մեջ համաձայնության գալով, որ իրենք բոլորով դեմ են լինելու ԿՊ-ին։ Կոնսենսուս մինուս 1 ձևավորեն փաստացի։ Կոնսենսուսը թե համախմբված համակարգված աշխատանք է, բայց իրենք մի կողմ պիտի դնեն իրենց այս, չգիտեմ, ինչ
անհամաձայնություններ, տարաձայնություններ ինչ ունեն եւ փորձեն գոնե այդ նպատակի շուրջ այդ համիասնական նպատակը իրենք դնեն եւ դա հանրայնորեն ներկայացնեն։ Առաջինը չպետք է այս իշխանությունը վերարտադրվի, դա իր վերարտադրությունը նշանակում է հայ ժողովրդի ոչնչացում այս տարածքում, նշանակում է Հայաստան պետության ոչնչացում այս տարածքում, նշանակում է Արևմտյան Ադրբեջանի ծրագրի իրականացում այս տարածքում, նշանակում է Հայաստան եւ հայ ժողովրդի ստրկացում եւ հպատակեցում թուրք-ադրբեջանական միավորի կողմից։ Մեր ունեցվածքի ռեսուրսների տրամադրում համաշխարհային եւ թուրքական ընկերություններին ուղակի կալպելու համար, այսինքն ոչ թե դու որպես պետություն, որպես ժողովուրդ ինքդ սեփական միջոցներով ռեսուրսները զարգանալու ես, այլ դա ուղակի լինելու են, այսպես ասած, նեոգաղութատիրական տարբերակում, ինչպես գաղութներից են կլպում ռեսուրսները, հանքահումքային ռեսուրսներ հանում, նույնը լինելու է այստեղ։ Եվ այդ ամենի ներքո հայերը ուղակի բոլոր նրանք, ովքեր այդ իրավիճակը իրենց համար անհանդուրժելի է լինելու, լքելու են երկիրը, արդյունքում ժողովրդագրական պատկերի փոփոխությամբ վերանալու է հայկական տարածք եւ հասկացությունը փակվելու է հայկական հարց հասկացությունը, ինչին 100-ամյակով ձգտում է Թուրքիան։ Սա մենք պիտի հասկանանք։ Հիմա ինչ վերաբերում է իրենց ասած քայլերին, որ դա պետք է լինի impeachment-ի կամ փողոցային պայքարով, որևէ մեկը չի բացառում փողոցային պայքարով։ Դա կարող է մեկը մյուսի հետ զուգահեռ գնալ։ Նույն ակցիաները եւ այլն շարունակաբար պետք է իրականացնել հենց միայն նրա համար, որ այս իշխանությունները հասկանան, որ հանրային դժգոհությունը որևէ տեղ չի անհետացել եւ այդ հանրային դժգոհության փողոցային դրսեւորումը ամեն վայրկյան կարող է իրականություն լինել։ Պատվիրակություններ են գալիս, այդ պատվիրակությունների հանդիպման վայրերի առաջ ինչպես էին գալիս են հսկայական ցույցեր էին անում։ Մտածում եմ, որ ոստիկանությունը կարող է բռնի ուժ գործադրել, բայց դա էլ քաղաքական պայքարի միջոց է, բայց ամեն մի բռնի ուժ գործադրելուց հետո հանրային մի ամբողջ շերտ պոկվում է այդ իշխանական հնարավոր աջակցության դաշտից, այսինքն տեսնում եւ հասկանում են, որ այդ մարդիկ ոչ իրավունքի, ոչ արդարադատության, ոչ ժողովրդավարության, ոչ արժեքային համակարգի, ոչ հայեցիության հետ կապ չունեն։ Եվ այս պարագայում արդեն իրենք ընտրություն կատարելու են այլ ուժերի օգտին, որոնք իրենց ազգային շահից եւ պետական շահից են առաջնորդվելու գումարած այդ եկող պատվիրակություններին ցույց կտան, որ այս իշխանությունները աջակցություն չունեն հանրային, այլապես այս իշխանությունները այսպես դրսում էլ որոշ մարդկանց աչքերին թոս փչելով փորձում են ինչ-որ դրական պատկեր ներկայացնել, իբրև թե եւ մենք շատ ենք լսում, հա, որ եթե ժողովուրդը փողոց դուրս չգա, ուրեմն իշխանության քաղաքականությանը համաձայն է։ Մեր պարագայում դա այդպես չէ։ Եվ ոչ միայն մեր պարագայում։ Հեչ պարտադիր չէ, որ ամեն օր փողոցները լցվեն, որպեսզի հասկանալի լինի, որ ժողովուրդը չի հանդուրժում։ Հենց միայն Հովանավանքի պատարագը դա լուր անհամաձայնության եւ անհանդուրժողականության դրսեւորում է, այսինքն ժողովուրդը չի մասնակցում, ժողովուրդը ոչ է ասում, բայց ինքը ոչ է ասում իր այլ պահվածքով։ Մենք շատ դեպքերում մեր ժողովրդի իրական մտադրությունները չեն կարողանում ընկալել, ցավոք սրտի, եւ դա փորձում ենք այսպես առերևույթ ցուցադրական պատկերով դատել, այդպես չի։ Եվ մարդկանց հետ ճիշտ աշխատելու դեպքում եւ նրանց մեջ եղած վախերը կարելի է հաղթահարել, բացատրելով ինչու է պետք նրանց մասնակցությունը, ինչ հետևանքներ է ունենալու, եւ ես չեմ կարծում, որ մենք 21-ի ընտրությունները կրկնելու ենք։ Հենց միայն այն պատճառով, որ այսօր ազգային ժողովում ներկայացված ընդդիմությունը ինքը հանձնաժողովներում մասնակցում է որպես պարտադիր անդամ։ Պատահական չէ, որ այս իշխանությունները հենց խնդիրը մոտենում են, սկսում են ասել մանդատները վայրդրեք, որպեսզի հանձնաժողովներում իրենք ինչ ուզեն անեն իր այդ ներկայությունը բացառելու միջոցով։ Իսկ 21-ի ընտրությունները այդպեսին չէր եւ մենք կարող ենք ենթադրել այն ամենից, ինչ որ այդ ժամանակ լսել ենք, որ խախտումներ եղել են եւ այդ համատարած հոսանքազրկումները հիշենք հյուսիսային շրջաններում։ Եվ այս պարագայում մենք կարող ենք հասկանալ, որ մենք ունենք կանխարգելիչ որոշակի միջոցներ,
եւ պատահական չի, որ այս վերջին ընտրությունների ժամանակ մենք փաստացիորեն քվեարկության ձայների հաշվարկի առումով էական խնդիրներ չենք տեսնում, որովհետեւ նույն հանձնաժողովներում նստած են անդիմադիր ներկայացուցիչներ, որոնք առևտրի չեն գնում իշխանությունների հետ եւ ճիշտ աշխատելու դեպքում մենք կարող ենք պատկերը փոխել եւ մարզային հատվածներում բացատրելով մարդկանց, որ անգամ եթե ինչ որ ասֆալտ են փռել, դա ավելի թանկ չէ, քան սեփական զավակի կյանքը եւ սեփական հայրենիքում ապրելու հնարավորությունը։ Եվ Տիկին Աղաջանյան, դուք ձեր խոսքում նշեցիք ընդդիմության շրջանում համերաշխություն հաստատելու անհրաժեշտության մասին, օրինակ իմ հիշատակած ընդդիմադիրները եւ նրանց հետ ասոցացվող գործիչները, ովքեր հայտարարությունների մակարդակում նաեւ դեմ են ընտրություններին, իրենց հրապարակային խոսքում առավել հաճախ ոչ թե գործող իշխանությանը իդեմս Նիկոլ Փաշինյանին են քննադատում, այլ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, օրինակ հայտարարում են, որ վերջինս 2026 թվականին ոչ միայն իշխանության վերադառնալու հնարավորություն չունի, այլ նաեւ նրա քաղաքական ավարտն է լինելու այդ ընտրությունների միջոցով։ Ինչով եք պայմանավորում վերջիններիս նման պահվածքը եւ ինչ հետեւություններ պետք է անի մեր հասարակության, հատկապես ընդդիմադիր տրամադրված հատվածը նման հայտարարություններից։ Գիտեք, ես չգիտեմ որքանով են ընդդիմադիր այդ անձինք, եթե նման հայտարարություններ են անում, որովհետեւ պետք է հասկանա, որ քաղաքական դաշտը իրենց ցանկություններով չի դասավորվում։ Եվ ես վստահ եմ, որ երկրորդ նախագահը ամենևին ցանկություն չուներ քաղաքականություն վերադառնալու, իրեն ստիպեցին վերադառնալ, իսկ Արցախի կորստով խնդիր եւ հայրենիքի Հայաստանի փաստացիորեն կործանման շեմին հայտնվելով ցանկացած մարդ, որը ներդրում ունի պետականության մեր պետականության կայացման եւ զարգացման գործում իր համար պարտք է համարում ինչ որ միջափով մասնակցել դրա կանխման եւ հնարավոր հետ դարձի, հետ վերականգնման ճանապարհին։ Այս մարդիկ պետք է հասկանան, որ հանրությունը ինքը կընտրի ում ձայն տալ եւ ինքը կորոշի կոնկրետ անձնավորությունը ունի քաղաքական կյանք, թե դա իր վերջն է, որտեղ մենք շատ հաճախ լսել ենք ոմանցից, որ իրենք մեծ հավակնություն են ներկայացրել, հանրությունը բոլորին այլ գնահատական է տվել։ Այս առումով պետք չէ շտապել գնահատականներ տալ։ Եվ մենք հասկանանք, որ թե երկրորդ նախագահը, թե երրորդ նախագահը իրենց ներդրումը ունեն այս պետության կայացման եւ առաջ մղման գործում եւ այս պարագայում ես վստահ եմ, որ իրենց կողմից իրենց առաջնորդած ուժերի ճիշտ աշխատանքի պարագայում նաեւ այլ համախումբ իրոք ընդդիմադիր եւ մեր պետականության ու հայկական արժեքային շահերի համակարգից ելնող մոտեցումներով առաջնորդող խմբերի, այսպես ասած, ինչպես ասացի, համախումբ աշխատանքի, համակարգված աշխատանքի պարագայում կարող են իրոք էական փոփոխությունների բերել։ Մենք այնպիսի մի վիճակում ենք, որ մեկ ուժի բան չէ դա։ Կարծում եմ հանրության նաև պառակտվածությունը թույլ չի տալիս այդ մեկ ուժով հանդես գալ, ավելին մեկ ուժով հանդես գալը կհեշտացնի իշխանությունների գործը, որտեղ մենք մեկ թիրախ կունենա եւ դրա դեմ աշխատելն իշխանությունն դա էլ փորձում է անել ընդդիմության։ Դրա դեմ աշխատելն ավելի հեշտ կլինի, մենք տեսել ենք թե Մոլդովայում ինչպիսի խայտառակություններ են տեղի ունեցել եւ վստահաբար չեն խորշելու դրա որևէ դրսևորումը փորձել կիրառել։ Իրենց աջակիցներից որոշները հորդորում են հետևել Մոլդովայի օրինակին։ Ես կասեի արևմուտքից հստակ ցուցումով եկել է, որպեսզի ապահովագրեն իրենց վերընտրությունը։ Կներեք, բայց այս պարագայում մենք պիտի հասկանանք, նախ հանրությանը մենք պետք է տանք տարբերակներ, որպեսզի մենք առավելագույնս լայն ընդգրկումով ապահովենք նրանց մասնակցությունը ընտրություններին եւ մեծ քանակով մասնակցության դեպքում այս իշխանությունները իրենց հավատարիմ, այսպես ասած, զանգվածի բերելու պարագայում իրենք շատ ավելի փոքր տոկոսներ են գրանցելու, քան անգամ իրենք պատկերացնում են։ Իսկ դա շատ կարևոր է։ Ես միշտ այս օրինակն եմ բերում, մարդիկ հասկանան ինչու է կարևոր իրենց մասնակցությունը։ Իշխանական կողմի սատարողները միանշանակ գնալու են ընտրության։ Ենթադրենք նրանք 5 հոգի են,
10 հոգու մեջ 5 հոգին կազմում է 50%, 30 հոգու մեջ 5 հոգին կազմում է 15%։ Այսինքն մարդիկ պիտի հասկանան, որ որքան մեծ է մասնակցային բաժինը, այնքան փոքր է իշխանության սատարողների թիվը, որտեղ այն խմբերը, որոնք միանշանակ գնալու են, իրենք կյանքի մահու կռիվ են տալիս եւ իրեն գնալու են պայքարի ընտրությունների, իրենց թիվը նվազագույնի է հասնում, երբ որ ընտրությունների մասնակիցների թիվը մեծ է։ Սա շատ կարևոր է եւ կարևոր է նաեւ աղաշապատի ընտրությունների ժամանակ։ Սա պիտի մարդիկ հասկանան, որ սա ուղղակի խոսք չէ, որ ասում ենք, սա իրական փաստ է։ Հիմա նույն Երևան քաղաքում ընտրություններին, եթե 10%-ով ավել կամ 5%-ով ավել մարդ մասնակցած լիներ, մենք բոլորովին այլ պատկեր կունենայինք։ Ընդդիմությունը ոչ թե 1 մանդատ ավել կունենար, օրինակ 2-ը, 3-ը ու առևտրի հնարավորությունը կփոքրանար այստեղ։ Ոչ միայն արդեն իրենց կողմից արդեն տեխնացուով իրենք հանդես գալու հնարավորություն կունենային։ Սա շատ կարևոր է, ընտրական այս գործընթացների նրբություններին շատերը անծանոթ են եւ մեր ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչներն ժողովրդի հետ խոսից մի քիչ ավելի պարզ ու հասկանալի օրինակներով պիտի բացատրեն, որովհետև շատ հաճախ իրենց թվում է ճիշտ բան են ասում, տերմինոլոգիան, ձևակերպումները ճիշտ են, բայց դիմացինի համար ընկալելի չեն։ Շարքային քաղաքացիական հասկանալի չեն։ Պետք է մարդկանց ճիշտ օրինակներով, իրենց ընտանիքի վրա ազդեցության օրինակով, նույն ասենք տնտեսական հետևանքները։ Մենք 18 թվի համեմատ այսօր այնպիսի մի գնաճ է, որ ուղղակի ես չեմ պատկերացնում գրպաններին հարվածելու տեսակետից մարդկանց այդ օրինակը պիտի բերել, թե այս 7 տարվա մեջ մարդը, որ ուներ X կարգավիճակ իր եկամուտներով եւ Y գնող ունակություն, այսօր ինչ վիճակի մեջ է հայտնվել։ Նիկոլ Փաշինյանն ասում է, մարդիկ 50%-ով ավելի լավ են ապրում 18-ի համեմատ։ Ես կասեի, իրենք երևի մի 50 անգամ ավելի լավ են ապրում, քան մնացածը, բայց մնացածը շատ ավելի վատ են ապրում, քան իրենք ապրել են մինչև 18 թվականը։ Սա մենք պիտի հասկանանք եւ մարդկանց հետ խոսելիս շատ ավելի շիտակ լինենք։ Մարդիկ շիտակ խոսքի կարիք ունեն։ Եվ հակիրճ նաև Էջմիածնի ընտրություններին անդրադառնանք, ինչ կարևորություն ունեն այս ընտրությունները իշխանության հաղթանակի կամ պարտության դեպքում քաղաքացիական պայմանագրի, մեզ ինչ է սպասվում ձեր դիտարկմամբ։ Գիտեք, գուցե ես սխալվում եմ, բայց ես տպավորությունն է, որ իշխանությունները արտահերթ ընտրությունների կգնա, եթե այս ընտրություններում կարողանա հաղթանակ ամրագրել։ Դատելով հանրային տրամադրությունից կարծում եմ իրենց չի հաջողելու դա։ Եվ այստեղ էլ եմ կրկնում, շատ կարևոր է տեխնացուների աշխատանքը, թիմերի, ես ինչպես տեսնում եմ, կարծես թե այդ, ինչպես ասացի, համախմբման միտումները կան, ճիշտ ընդդիմադիր դաշտում, եւ մնացածը արդեն պիտի համբերենք եւս 10 օր, 10-12 օր, մինչև ընտրությունները, ես կարծում եմ, որ մենք պիտի որ դրական զարգացում տեսնենք։ Աստված մի արասցի այս իշխանությունները կարողանան վերարտադրվել վաղաշաբաթում, այդ դեպքում մենք կտեսնենք Էջմիածնի վրա հարձակման ուժ գնացում եւ շատ ավելի խայտառակ դրսևորումներ, քան մենք կարող ենք պատկերացնել եւ ինչպես ասացի, արտահերթ ընտրությունների հնարավորության բացում։ Տիկին Աղաջանյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Օրակարգն այսօր այսպիսին էր, այն ամփոփեցինք Արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանի հետ։ Կհանդիպենք։